Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել Fastex Premier League-ի 32-րդ տուրի տեսությունը։ Այս մրցափուլում կայացան 4 հանդիպումներ։ ՊԿՄ-ն սեփական դաշտում ուժերը չափեց Ալաշկերտի հետ եւ 2 անպատասխան գնդակ ուղարկեց։ Մրցակցի դարպասը Արայիկ Էլոյանը առաջին խաղակեսում բացեց խաղի հաշիվը, ճիշտ է, այստեղ կար անդրադարձ։ Արայիկ Էլոյանի հարվածից հետո գնդակը պես Ալաշկերտի ֆուտբոլիստին եւ հայտնվեց մրցակցի դարպասում։ Արայիկ Էլոյանը Fastex Premier League-ի այս մրցաշրջանում արդեն 10 գոլ է խփել, նա կատարել է նաև 3 արդյունավետ փոխանցում։ Երկրորդ խաղակեսում Արայիկ Էլոյանը եւս մեկ արդյունավետ գործողություն կատարեց, նրա փոխանցումից հետո Ալյոշա Խաչատրյանը գրավեց մրցակցի դարպասը, սա Ալյոշա Խաչատրյանի առաջին գոլն էր ՊԿՄ-ի հիմնական թիմում։ Բանակի կենտրոնական մարզականակում շատ լուրջ բարդությունների չհանդիպեց, աղթեց 2-0 հաշվով, միավորների քանակը հասցրեց 35-ի եւ 7-րդն է։ ՊԿՄ-ն պայքարում է 6-րդ տեղ բարձրանալու համար, Շիրակը նույնպես 35 միավոր է վաստակել, բայց արդեն ավարտել է մրցաշրջանը։ ՊԿՄ-ն հաջորդ տուրում ուժերը կչափի Գանձասարի հետ եւ հաղթելու դեպքում առաջնությունը կավարտի 6-րդ տեղում, Ալաշկերտը 23 միավորով 9-րդն է։ Տուրի ամենագոլառատ հանդիպումներից մեկը կայացավ Չարենցավանի քաղաքային ստադիոնում, Վանը ուժերը չափեց Փյունիկի հետ եւ հաղթեց 3-2 հաշվով, հանդիպման 33-րդ րոպեին դրամայի կատարած փոխանցումից հետո Մոմոտուրեն աչքի ընկավ դարպասի գրավմամբ, եթե նախորդ տուրում Փյունիկը չհաղթեր Արարատին, ապա այս հանդիպումը մրցաշարային ալուսակի տեսանկյունից անչափ հետաքրքիր կլիներ, որովհետեւ Վանը նույնպես կմնար Եվրագավաթային պայքարի մեջ 4-րդ տեղի համար պայքարի մեջ, բայց այդպիսի բան տեղի ունեցավ, Փյունիկը հաղթեց Արարատին եւ մրցաշարային ալուսակի տեսանկյունից այս հանդիպումը մեծ հետաքրքրություններ չէր պարունակում։ Սերգեյ Միքայելյանն էր պաշտպանում Փյունիկի դարպասը այս խաղում, նրա սխալից հետո հանդիպման 35-րդ րոպեին Վանը կրկնապատկեց առավելությունը, Ուսման Աջիբոնան աչքի ընկավ դարպասի գրավմամբ, նա երկրորդ խաղում անընդմեջ գոլ խփեց, Սերգեյ Միքայելյանն էլ այստեղ չկարողացավ փրկել իր թիմին։ Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին Տարոն Ոսկանյանը կրճատեց հաշվի տարբերությունը, Դավիթ Դավիդյանի փոխանցումից հետո Ոսկանյանը գլխի դիպուկ հարվածով գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը եւ արդյունքում առաջին խաղակեսն ավարտվեց Վանի 2-1 հաշվով հաղթանակով։ Երկրորդ խաղակեսում 51-րդ րոպեին Սերգեյ Միքայելյանը եւս մեկ անգամ սխալվեց ու Կլայդեր Մասեդոն գրավեց Փյունիկի դարպասը, վերականգնեց 2 գոլի առավելությունը Չարենցավանը ներկայացնող թիմը եւ հանդիպման վերջին վայրկյաններին էլ Փյունիկը կարողացավ երկրորդ պատասխան գնդակը խփել Միխայել Կովալենկոն աչքի ընկավ դարպասի գրավմամբ, ավելին Փյունիկը անել չկարողացավ, Վանը հաղթեց 3-2 հաշվով, Վանը միավորների քանակը հասցրեց 49-ի 5-րդն է 4 միավորով է հետ մնում Փյունիկից եւ վերջին տուրում էլ ուժերն չափելու Ուրարտուի հետ արտակնա հանդիպում է լինելու Վանի համար, Փյունիկը ավարտեց մրցաշրջանը այս խաղով եւ հաջորդ մրցաշրջանում Հայաստանը կներկայացնի կոնֆերենցիաների լիգայում լավագույն քառյակում դեռ մեկ տուր առաջ բարձր որ ներևս փոփոխություններ չեն լինելու։ Արարատը սեփական դաշտում խաղաց Ուրարտուի հետ եւ Ուրարտուն հաղթեց 4-2 հաշվով 5-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը Խարիտան Այվազյանի կատարած փոխանցումից հետո բացեց հանդիպման հաշիվը, բավական լավ մարզավիճակում է Կարեն Մելքոնյանը, վերջին 4 խաղում աչքի ընկել դարպասի գրավմամբ, վերջին 4 խաղում 6 գոլ է խփելու Fastex Premier League-ի այս մրցաշրջանում էլ 10 անգամ տխրեցրել է մրցակիցներին, նա նաև մեկ արդյունավետ փոխանցում է կատարել։ Այս մրցաշրջանը հաջողված էր Կարեն Մելքոնյանի համար, նախորդ մրցաշրջաններում նա այսպիսի արդյունավետություն ցույց չէր տվել։ Հանդիպման 43-րդ րոպեին Մուսա Կանտեի փոխանցումից հետո Խամես Ջոնան հավասարեցրեց հանդիպման հաշիվը, նիգերիացի ֆուտբոլիստը Արարատի այս մրցաշրջանում 7-րդ հանդիպումներ անցկացնում եւ առաջին գոլը խփեց 52-րդ րոպեին Դմիտրի Գունկոյի որդին Արտեմի Գունկոն առաջ մղեց հաշվի մեջ Ուրարտուին 2 գոլ 6 խաղում Արտեմի Գունկոն կամաց սկսեց խաղաժամանակ ստանալու, նրանից շատ երկար ժամանակ չպահանջվեց նաև արդյունավետ գործողություններ կատարելու համար։ Եվս մեկ անգամ Արտեմի Գունկոյի խփած գոլը տեսանք։ Հանդիպման 52-րդ րոպեին Ուրարտուն կրկին հաղթողի կարգավիճակ ստացավ։ Հանդիպման 67-րդ րոպեին էլ կարողացավ նաև երրորդ գոլը խփել
եւ Պոլյարուսը այսպես գրավեց Անդրանիկ Մարտիրոսյանի պաշտպանած դարպասը։ Երկու գնդակի առավելություններ Ուրարտուն թվում էր թե շատ հանգիստ խաղաղավարտ է ունենալու հանդիպումը, բայց 69-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Մուսա Կանտեն, խաղադաշտից հեռացվեց նաև Նարեկ Աղասարյանը, 10-ական ֆուտբոլիստներով մնացին կողմերը հանդիպման 86-րդ րոպեին Ուրարտուն նաև 4-րդ գոլը կարողացավ խփել Ռադիսլավ Յակովլևը գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը, ահա հենց այդ գոլն էր հիմա դիտելու ենք Էդգար Մովսեսյանի կատարած փոխանցումից հետո Յակովլևը դատարկ մնացած դարպասը գրավեց, շատ լավ հասկացան միմյանց Ուրարտուի ֆուտբոլիստները եւ հանդիպման 86-րդ րոպեի դրությամբ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը արդեն հաղթում էր 3 գնդակի առավելությամբ։ Հանդիպման վերջին վարկյաններին կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անելը Արարատը արդեն չկարողացավ, այսպես հայտնվեց մրցակցի տուգանային հրապարակում, խաղը իրավիճակ էր, ի վերջո հարված տեսանք բայի կողմից ու գրավեց Ուրարտուի դարպասը, սա նրա 4-րդ գոլն էր Fastex Premier League-ի արդեն ավարտին մոտեցող մրցաշրջանում։ Այս հաղթանակից հետո Ուրարտու միավորների քանակը հասցրեց 62-ի, 3-րդ տեղում է 9 միավորի առավելություն ունի Փյունիկից եւ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել հաջորդ տուրում Ուրարտու սեփական դաշտում ունի Վանին, Արարատը 8-րդն է հաստակած 32 միավորով։ Հայաստանի չեմպիոն Նոան ուժերը չափեց Արարատը Արմենիայի հետ եւ երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Սերգեյ Մուրադյանը բացեց խաղի հաշիվը 25-րդ րոպեին Գուդմունդուր Թորերնսոնի կատարած փոխանցումից հետո երկրորդ խաղակեսում էլ Մարսել Վիրջիլ Պինսոնը Կոնսալո Սիլվայի հրաշալի փոխանցումից հետո կարողացավ գրավել Արարատ Արմենիայի դարպասը նվանում էր առավելություն եւ նման խնդիրների չբախվեց, հաղթեց 2-0 հաշվով 75 միավորով։ Առաջին տեղում է Արարատ Արմենիան 63 միավորով երկրորդն է եւ հաջորդ տուրում պարզ կդառնա Հայաստանի փող չեմպիոնը։ Ուրարտուն ընդամենը 1 միավորով է հետ մնում Արարատ Արմենիայից։ Արդեն Մինասյանի թիմը հաջորդ տուրում Արարատի հետ է ուժերը չափելու դեպ հանդիպման ավարտից հետո չեմպիոնական գավաթը ստացավ Նոան, իրոք փայլուն մրցաշրջան անցկացրեց Ռուի Մոտայի թիմը եւ նաեւ դարձավ Հայաստանի առաջնության առաջին թիմը, որը հաղթեց բոլոր տնային հանդիպումները։ Այսքանը տեսության ընթացքին ձեզ օգնեց հետևել Էդմոն Մարտիրոսյանը։ Հաջողություն։